Բարև ձեզ, Լորի հեռուստաընկերության եթերում Արդար Քվեն է, հյուրս Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Արմեն Այվազյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Այվազյան, նախընտրական քարոզարշավը մոտենում է ավարտին, հաշված օրեր են մնացել։ Դուք ակտիվ քարոզչություն եք իրականացնում, հանդիպում եք հանրության հետ, հիմնական խնդիրները, առաջնային խնդիրները, որոնք բարձրացնում են, որոնք են։ Շնորհակալ եմ նախարարների համար, դուք արդեն ճիշտ նկատեցիք, մենք առաջին օրվանից քարոզարշավ իրականացնում ենք հաստատված ծրագրով եւ պլանի համաձայն եւ հանդիպել ենք համայնքի գրեթե բոլոր թաղամասերում բնակիչների հետ։ Անկեղծ կլինեմ ասեմ, որ խնդիրները բազմազան են եւ ի տարբերություն իշխանության, ովքեր հանդիպումների ժամանակ միայն սեր են տարածում եւ ասում են, որ ամեն ինչ լավ է, մենք նաեւ ականատես ենք լինում փաստացի հողի վրա շատ լուրջ խնդիրների, երբ բնակչությունը առաջի հերթին դժգոհություն է արտահայտում անտարբերությունից, այսինքն մոտ երկար տարիներ, տասնյակ տարիներ եւ վերջին 8 տարի եւ առավել եւս բազմաթիվ խնդիրներ կան, որ այդպես է չեն լուծվել եւ մեր քարոզարշավի ընթացքում մենք եւ գյուղական համայնքներում եւ քաղաքի թաղամասերում այդ խնդիրները բազմազան են, սկսած անուշադրությունից, հետ սկսած իրենց առօրյա խնդիրներին վերաբերող, ես հիմա խնդիրները, եթե կարիքը լինի առանձին կասեմ, բայց ամենակարևոր բանը դա այն է, որ ժողովուրդը ասում է, որ դուք քարոզարշավից քարոզարշավ եք մեզ գալիս, հիմնականում դժգոհությունը մեզ անտեղի է, որովհետև մենք իշխանություն չենք, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը երբեք իշխանության մաս չի կազմել վերջի տարիներին եւ մենք պատասխանատվություն չենք կրում, բայց ամենամեծ խնդիրը, որ մենք քաղաքացիների հետ հիմա առնչվում է, դա այն տնտեսական կոլապսն է, որը կա երկրում, խոսքը վերաբերում է ապրանքների արտահանման հետ կապված այն սահմանափակումներին, որը Ռուսաստանի Դաշնությունը արդեն իսկ մտցրել է եւ հազարավոր քաղաքացիներ դժգոհում են, որ իրենց որոնք ունեն մեքենաներ, ովքեր այդ արտահանումով են զբաղվում, որոնք ունեն գյուղատնտեսական ապրանքներ, որոնք արտահանվում են, խոսքը գնում է վարունգի, լոլիկի, ծիրանի եւ նմանատիպ այլ գյուղատնտեսական ապրանքների, որոնք արտահանում են, եւ դա լուրջ տնտեսական վիճակի կոլապսի է բերել եւ հազարավոր քաղաքացիներ այդ խնդրի առաջ են կանգնել եւ մեր իշխանությունները այդ հարաբերությունների մեջ իրենց ոչ ճիշտ դրսևորումների արդյունքում մենք այսօր ունենք շատ լուրջ խնդիր, որ հազարավոր մարդիկ դժում են այդ իրենց սխալ քաղաքականության հետևանքով։ Ոչ ճիշտ դրսևորում ասելով ինչ նկատի ունեք հիմնականում։ Սկսած դիվանագիտական հարաբերություններից մինչև տնտեսական հարաբերություններ, որովհետև երբ որ մենք Ռուսաստանի Դաշնության հետ որոշակի սահմանափակումները չենք կանխատեսում եւ մեր դիրքորոշումները հայտնում ենք այնպեսի, որ վերաբերելու է մեր քաղաքացիներին ի վնաս իրենց, դա բերում է նրան, որ մեր քաղաքացիները նույնպես այդ երկրներում ունենում են խնդիրներ։ Այսինքն դիվանագիտական եւ ընդհանրապես բոլոր որոշումները պետք է լինի առաջին հերթին Հայաստանի Հանրապետության շահը, բայց պետք է հաշվի առնվի նաեւ այն մեծ գումարները եւ այն մեծ տնտեսական շահը, որ մենք ստանում ենք Ռուսաստանի Դաշնության հետ շփումներում։ Հետևաբար ոչ ճիշտ քաղաքականության արդյունք ես հասկանում եմ նաեւ այն, որ իրենք թե դիվանագիտական, թե տնտեսական առումով այնպիսի քաղաքականություն են վարում, ինչը բերում է սահմանափակման, այլ ոչ թե հավելյալ հնարավորությունների։ Իսկ առհասարակ գլոբալ առումով երկրի քաղաքական իրավիճակը ինչպիսին է գնահատում այսօր, ինչպիսի մարտահրավերների առաջ այսօր կանգնած մեր երկիրը, տնտեսականը մեկ ասացիք։ Կարծում եմ մեր երկրի առաջին մարտահրավերը, որ կանգնած է, դա նախ խաղաղության մարտահրավերն է։ Այսօր քարոզարշավի ընթացքում մենք ամբողջ ընթացքում տեսնում ենք, որ այն կեղծ թեզը, թե եթե չլինի քաղաքացիական պայմանագիր իշխանություն, խաղաղություն չի լինելու, դա են առաջ տանում, որը ի սկզբանե դա պրիմիտիվ թեզ է եւ կեղծ է, որովհետեւ խաղաղություն ունենալ չի նշանակում պարզապես հույս դնել Ադրբեջանի վրա, որ նա չի հարձակվի, այլ մենք ասում ենք Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ասում է խաղաղությունը պետք է երաշխավորված լինի եւ եթե խաղաղության պարագայում մենք ունենք գերիներ, եթե մենք պետություն ենք, ով վերջի պատերազմում եւ նախավերջի այդ գործողություններում անընդհատ պարտվել է, մենք մայիսի 28 ենք նշում, զորահանդես ենք անում, բայց մեր գերիները Բաքվի բանտում են եւ նրանց մասին որևէ գործողություններ չեն անում, դա ի սկզբանե Հայաստանի համար ամենամեծ մարտահրավերն է, որովհետեւ մեր ժողովուրդը առաջին հերթին ուզում է խաղաղ երկրում ապրել, իսկ դուք գիտեք, որ խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը վաստակում են եւ միակ ճանապարհը, որ մենք կարող ենք խաղաղության հասնել, դա մեր ճիշտ քաղաքականության արդյունքում երաշխավորված խաղաղության մասին է խոսքը, այլ ոչ թե հույս դնենք, որ այլ երկիր, օրինակ Ադրբեջանը չի հարձակվի եւ խաղաղ կլինի, իսկ մեզ քաղաքացիական պայմանագիր կուսակցության դիրքորոշումը նա է, որ մեր երաշխավորող խաղաղության Ադրբեջանն է լինելու։
Ես ցանկացած մարդու համար կարծում եմ Ադրբեջանի երաշխավորությունը որևէ հիմք չի տալիս, եւ ամենամեծ քաղաքական խնդիրը այսօր այն է, որ ժողովուրդը պետք է հասկանա, որ խաղաղությունը ոչ թե կախված է ինչ-որ կուսակցության կամ անձի հետ, այլ կախված է նրա հետ, որ ինչպես Բարգավաճ Հայաստան կուսակցությունն է ասում, խաղաղությունը պետք է երաշխավորված լինի տարբեր երկրների, տարբեր իրավական ակտերի եւ տարբեր հզոր պետությունների միջոցով եւ կողմից։ Հետևաբար մենք ուզում ենք այնպիսի միջավայր, որտեղ որ խաղաղությունը երաշխավորվի, այլ ոչ թե հույս դնենք այլ հարձակվող երկրի վրա, ավելին ասեմ, մանավանդ որ Ադրբեջանի կողմից մենք շատ հաճախ լսում ենք այնպիսի հայտարարություններ, որոնք մեզ թելադրում են, որ պետք է ադրբեջանցիները գան Հայաստանում ապրեն, որ պետք է Հայաստանի սահմանադրությունը փոխվի Ադրբեջանի ցանկացած ձևով, ինչպես իրենք կուզենան, ինչը կարծում եմ ցանկացած հայի համար պետք է որ անընդունելի լինի։ Եթե վերադառնանք տնտեսական հարցադրումներին, շուկաների որոնումներին, եթե մեր երկիրը շարունակելու է գնալ եվրաինտեգրման ուղղությամբ, այս առումով Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ինչ քաղաքականություն է որդեգրելու, այսինքն դեմ է եվրաինտեգրմանը միայն դեպի Ռուսաստան է ճիշտ Հայաստանի ճանապարհը։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը որևէ կողմի հետ ինտեգրմանը կամ համագործակցությանը դեմ չէ, բայց մեզ համար Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը շատ կարևոր է եւ դա հիմնավորվում է նրանով, որ բազմաթիվ հայեր, միլիոնավոր մարդիկ ապրում են այդ երկրում եւ գումարներ են վաստակում այնտեղ եւ կապը եւ մենք ապրանքներ ենք արտահանում այդ երկիր եւ մեր կապը այդ երկրի հետ պետք է լինի այնպեսի ճիշտ դիվանագիտական եւ տնտեսական, որի արդյունքում շահի Հայաստանի քաղաքացին, բայց ոչ թե լինի այնպես, որ մի հատ ինչ-որ պաշտոնյայի արտահայտության համար երկրների հարաբերություններ լարվեն եւ այդ հարաբերությունները արդյունքում տուժեն հասարակ քաղաքացիները։ Մենք կարծում ենք, որ ցանկացած երկրի հետ շփումները պետք է առաջին հերթին դրվի Հայաստանի շահը եւ մեր տնտեսական շահը, ինչպես նաեւ քաղաքական։ Այսինքն մենք որևէ ձևով դեմ չենք թեկուզ Եվրոպայի հետ լավ հարաբերություն ունենալու, բայց Ռուսաստանի Դաշնության հետ քանի որ ունենք տնտեսական շատ խոր արմատներ եւ հիմա երբ որ հասարակ օրինակ ասեմ, երբ որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավարն ասում է մենք մեր գազն ենք ունենալու, ես ճիշտ ասած զարմանում եմ, որովհետեւ լավա չի ասում մենք մեր ծովն ենք ունենալու, որովհետեւ մեր գազը գալիս է Ռուսաստանից եւ երբ որ մենք Ռուսաստանի հետ հարաբերություններ ենք փչացնում, մենք պետք է հասկանանք այդ ամենի տնտեսական հետևանքները։ Ես տնտեսագետ եմ եւ ես լավ հասկանում եմ, որ այսօր եթե գազի սակագինը բարձրանա մի քանի անգամ դա բերելու է մեր մոտ կոլապսի, որովհետև մեր ամբողջ տնտեսությունում ամեն ինչը թանկանալու է եւ հետեւաբար այդ նման երկրի հետ քաղաքացիություն վարելուց պետք է շատ զգույշ վարել եւ հետևանքները նաեւ կանխատեսել, ինչը կարծում եմ հիմա չի արվում եւ հիմա ցանկացած մարդ իր վրա, իր մաշկի վրա կզգա այդ բացասական հետևանքները եւ կարծում եմ հունիսի 7-ին պետք է նաեւ դիրքորոշում հայտնել այս ամեն ինչը հաշվի առնելով, որովհետեւ Չեք կարծում, որ մեր կախվածությունը հիմնականում ռուսական շուկայից մեզ ավելի խոցելի է դարձնում, միթե այլ շուկաների որոնումները հնարավոր չեն եւ ավելի խրախուսելի չեն նաեւ մեր դիրքերն ամրապնդելու համար եւ կախվածությունը թույլատնելու համար մեկ գերտերությունից։ Բարգավաճ Հայաստան կուսակցության դիրքորոշումը հետեւյալն է, որ մենք որևէ ձևով որևէ մեկից կախվածություն չպետք է ունենանք, նույնիսկ ռուսական շուկայից, բայց մենք ասում ենք, որ դա կախվածություն չէ, այլ դա տնտեսական շահ է, երբ որ մենք մեր ապրանքները կարողանում ենք վաճառել այդ երկրում, դա մեզ համար օգուտներ է բերում եւ այդ հարաբերությունները պետք է անել այնպես, որ եւ ապրանքը վաճառենք, բայց դա չբերի քաղաքական կախվածության, որտեղ քաղաքական կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից մեզ համար անընդունելի է, ինչպես եւ ցանկացած այլ երկրից, բայց այստեղ այլ ուրիշ հանգամանք կա, երբ որ մենք որոշումները կայացնելուց առաջ կանխատեսենք հետևանքները, նոր կայացնենք որոշումները։ Ենթադրենք, եթե մենք պետք է իմանանք, որ այդ ապրանքների արտահանումը մեզ արգելվելու է, եթե մենք դրա համապատասխան շուկան ձեռք չենք բերել, այլև դեռ չանենք այդ ամենը։ Իսկ մեր մոտ հիմա մենք տեսնում ենք երկրում ամեն ինչ հակառակն է տևում, հարյուրավոր մեքենաներ սահմանին կանգնած ապրանքները փչանում են, թափվում են, Ռուսաստանի Դաշնություն չեն կարողանում մտնել, որովհետև այնպիսի օրենսդրական փոփոխություններ է լինում, որը որ գալի բերում է նրան, որ դուժում է հայ քաղաքացին։ Մեր համար գերխնդիրը Հայաստանի քաղաքացու շահն է եւ Հայաստանի քաղաքացի չդուժելն է, բայց դա չի նշանակում, որ կախվածություն, դա մեզ համար տնտեսական շահ է եւ ընդհանրապես կարծում եմ, որ հիմի այնպիսի իրավիճակ է, որ մենք բոլոր գործողությունների ընթացքում պետք է դիտարկենք միայն Հայաստանի շահը
եւ ոչ թե սպասարկենք Թուրքիայի կամ Ադրբեջանի կամ այլ երկրների շահեր, որովհետեւ մեր քաղաքացիները հիմա շատ ծանր վիճակում են գտնվում, թե տնտեսապես եւ թե քաղաքական առումով անորոշությունը շատ է, որովհետեւ ուզեմ անպայման ընդգծել, որ քաղաքական իրավիճակը հիմա այնպեսին է, որ այնպիսի թեզեր են շրջանառվում, որ քաղաքացիներին մոլորեցնում են, եւ ես համոզված եմ, որ քաղաքացիական պայմանագիր իշխանության չընտրվելու դեպքում էլ եւ Հայաստանում իշխանության փոփոխության դեպքում էլ որևէ դեպի վատը փոփոխություն չի լինելու, ընդհակառակը լինելու է Բարգավաճ Հայաստան կուսակցության ընտրվելու եւ ժողովրդի քվեն ստանալու դեպքում այդ ամեն ինչը ավելի բալանսավորված է լինելու եւ խաղաղությունն էլ երաշխավորված է լինելու։ Լավ, ո՞րն է ԲՀԿ հիմնական ուղերձն այս ընտրություններում, եթե հստակեցնենք։ ԲՀԿ հիմնական ուղերձը այս ընտրություններին նա է, որ մեր երկիրը տեսնում ենք ինչ վիճակում է գտնվում եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ինքն էլ արդեն երիտասարդ չէ, բավականին փորձ ունի եւ տարիքն էլ այն չէ, մեծ է, երիտասարդ չէ, սակայն այդ տարիքին ինքը ամեն ինչ մի կողմ դնելով լծվել է երկրի այս ծանրի վիճակում զարգացմանը եւ փրկման գործին, որովհետեւ ինքն էլ ամեն ինչ ներդնում է, որպեսզի մեր քաղաքացիները հասկանան, որ մեր հաղթանակը կարող է լինել միայն միասնականության մեջ, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները միասնական լինեն եւ ամենակարևորը իրենց շահը դնեն առաջի պլան։ Մեր երկրի քաղաքացիները պետք է գումարներ վաստակեն։ Մարդիկ պետք է իրենց բիզնեսներով ազատված լինեն։ Ձեզ ընդամենը մեկ օրինակ ասեմ, եւ մենք ասում ենք, որ ԲՀԿ նախագահան ասում է, որ եղել է կորոնավիրուս, պատերազմներ եւ մարդիկ վերցրել են վարկեր, որպեսզի գոյատևեն։ Միջև 1 միլիոն դրամը, 3 միլիոն դրամ միջև վարկ ունեցող քաղաքացիներ մենք պատրաստում ենք համաներում իրականացնել, այսինքն պետությունը այդ արտոնությունը տա փոխհատուցում տա բանկերին, որպեսզի մարդկանց հնարավորություն տրվի այդ հարցերը կարգավորել։ Ինչի, որովհետև 2-3 տարով մարդիկ չեն կարողացել գումար վաստակել եւ այդ տոկոսները ամեն ինչը կուտակվել է մարդկանց վրա։ Մենք ասում ենք, որ միջև քաղաքացին իր անձնական ընտանեկան պահելու, ընտանիքը պահելու հարցը չկարգավորի, ինքը երկրի մասին չի կարողանալու արդեն իր ներդրումը ունենալ։ Հետևաբար մենք պետք է քաղաքացու շահը դնենք առաջին հերթին եւ ԲՀԿ ծրագրի մեջ գրված է նաեւ միջև 3 միլիոն դրամ վարկ ունեցող մարկանց ազատել նման արտոնությունից։ Երբ հարցնում են ինչքան գումար է, բոլոր հաշվարկները կան, համարյա այնքան գումար է, ինչքան որ մեր պետական պաշտոնյաները իրենց պարգևավճարներ են բաժանում։ Եվ ընդհանրապես ինձ համար դա նորմալ չէ, եւ նման երկրում եւ մարդիկ հացի խնդիր ունեցող աղքատության բարձր ցուցանիշ ունենք, մեր պաշտոնյաները 7 միլիոն, 10 միլիոն, 20 միլիոն պարգևավճարներ են ստանում։ Դա աննորմալ երևույթ է, որովհետև մենք տեսնում ենք մեր երկրի վիճակը, իսկ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը երկրի զարգացման ամենակարևոր նախապայման դնում է իր քաղաքացու ֆինանսական դժվարին պահին իր կողքին կանգնելը։ Դա կլինի այդ համաներման միջոցով, դա կլինի մինչև 60 միլիոն շրջանառության հարկի ազատման միջոցով, դա կլինի Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման միջոցով, որը բերելու է մեզ միլիոնավոր տուրիստների։ Այդ տուրիստները գալու են, գումար են ծախսելու, Հայաստանի քաղաքացիները իրենց գումարները աշխատելու են։ Այսինքն մենք գտնում ենք, որ Հայաստանի քաղաքացու գումար աշխատելու հնարավորություն տալը եւ տնտեսական գործունեություն ծավալելը ամենակարևոր նախապայմաններից է երկրի զարգացման։ Լավ, իսկ ինչպես է գնահատում գործող իշխանությունների գործունեությունը մարզային քաղաքականության տեսանկյունից։ Ճիշտ ասած, ինձ համար գործող իշխանությունների գործունեությունը ամբողջ քարոզարշավարում անհասկանալի է, որովհետև ես մի քանի անգամ բանավեճի հրավեր արեցի եւ այդ հրավերներին պատասխան չստացա եւ ընդհանրապես նայելով այս 20-21 օրյա քարոզարշավը ես ընդհանրապես մի բան եմ տեսնում, որ գործող իշխանությունը կոնկրետ մեր մարզում միակ բան է ասում, որ 35 միլիոն դոլար ներդրում է արվելու քաղաքում, ի հակառակ ես անընդհատ 20 օր ասում եմ, որ այդ գումարները չկա, եթե չեք հավատում քաղաքապետարանին գրավոր դիմեք, ձեզ կասեն, որ չկա, եւ երկրորդը, եթե այդ 35 միլիոն դոլար դուք հարկելով ուզում եք քաղաքացիներից քվե ստանալ, դա դեռ չի նշանակում, որ քաղաքացիները պետք է ձեզ ընտրեն, որովհետեւ երբ մենք ասում ենք մեր քաղաքում 35 միլիոն դոլար ենք ներդրում անելու, բայց մենք ունենք տնակային հավանները, որտեղ մարդիկ ապրում են շատ անբարենպաստ պայմաններում։ Երբ մենք ունենք այնպիսի վիճակ, որ մարդիկ իրենց առօրյա խնդիրները չեն կարող լուծել, որովհետև պետությունը իրենց չի երաշխավորում այնքանով, որքանով իրենց պետք է։ Երբ մենք ասում ենք, որ թոշակը բարձրացրել ենք ձեզ 10,000 դրամով, բայց դա շահարկում ենք որպես մեծ լավություն արած բան, ուզում եմ ձեզ հստակ ընդգծել, որ բազմաթիվ թոշակառուների այդ 10,000 դրամ ավելի շատ վնասել է, որովհետև թոշակը բարձրացնելու դեպքում նաև մենք ունենք համակարգ նպաստառուների, ովքեր այդ ամբողջ նպաստի համակարգից են զրկվել եւ իրենք արդեն արտոնություններից պետության չեն օգտվում եւ ԲՀԿ
ԲՀԿ ծրագրի մեջ մենք ամենակարևորը ասել ենք մենք քաղաքացիներին չենք խաբելու։ Ես գործող իշխանության մարզային քաղաքական քարոզությունը նայելով ես հետևում եմ, ընդհանրապես մի բան եմ տեսնում, իրենք համոզում են, որ իրենք շատ են սիրում, որ իրենք շատ համեստ են, որ իրենց բոլորը սիրում են, իրենց համար գժվում են, փաթաթվում են, բայց որևէ կետ ես չեմ լսել, բացի այն, որ այս քաղաքում 35 միլիոն դոլար ներդրումներ արվելու։ Ընդհանրապես ուզում եմ ասել, ես ինքս Սավաքանու անդամ էի, երբ այդ նիստը կայանում էր եւ նիստի ժամանակ էլ ենք այդ դժգոհությունը մենք հայտնել, որ կասկածում ենք այդ ծրագրի իրականացմանը եւ մեզ ասել էին, որ միջև ընտրություններ արդեն դրանցից մի քանիսը կատարվելու են, բայց ընտրությունները մնացել ընդհանրեն մի քանի օր եւ ոչինչ չի փոփոխվել, դեռևս որևէ ծրագիր չի իրականացվել եւ համոզված Բայց ակտիվ գովազդվում է, մի քանի անգամ հանդիպել եմ։ Գովազդելը իրենց մոտ լավ է ստացվում, բայց ռեալ իրականում այդ նման ծրագրերից որևէ մեկը դեռևս չի իրականացվում։ Ընդհակառակը իրենք հայտարարում են, որ ինչ-որ բաներ են համայնքին վերադարձնում, ընդհանրապես ուզում եմ ասել, որ իրենք ոչ մի բան համայնքին չեն վերադարձնում, այլ գործող այն պայմանագրերը վարձակալության, որով մարդիկ գոնե գումարներ են վճարում, հիմա այդ վճարները չեն վճարում։ Այսինքն իրենք համայնքին կոնկրետ վնաս են պատճառում այդ առումով, իսկ գովազդելը բոլորն է կարող են խոսել, մնում է կատարել։ Իսկ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, քանի որ խոսքի կուսակցություն չէ, գործի կուսակցություն է, մենք իրենց հստակ նաև բանավեճի ենք հրավիրել, որ ամեն ինչը իրենց մոտ ասենք եւ կարծում ենք այս քարոզարշավը միայն ես մի անգամ էլ եմ նշել, հիմա էլ եմ ուզում կրկնել, ես շփվելով մարդկանց հետ, ես դες ասեմ, դա չէ, Պաշտոնյանայի շատ սիրում են։ Ցանկացած Պաշտոնյայի։ Այդ թվում մենք որ գնում ենք, մենք եզել են շատ մարդիկ ջերմ խոսքեր ասում, բայց մենք չենք կարող ասել, մեզ սիրում են, մեզ ընտրելու են։ Ոտ քաղաքական գործիչ է պետք է Քաղաքացին պարտավորել չէ սիրել Պաշտոնյային, քաղաքացին ընտրում է իր համար, այսպես ասեմ, կառավարիչ, մենեջեր, եթե կոպիտ չի, որպեսզի նրա միջոցով կառավարի իր պետությունը եւ իր խնդիրների համար լուծում ստանա։ Եթե քաղաքական գործիչը ընտրությունների քարոզարշավը Այս հյուրընկալումը նաեւ հասարակության մեջ կա։ Հենց վատը դա է, որ քաղաքական գործիչը գնում է ընտրությունների քարոզարշավի եւ ասում են, հա համեստ մարդ է, լավ պաշտոնյա է, բարձր պաշտոնյա է, բայց համեստ եկել է, ժողովուրդ ջան, դա իրաց պարտականություն է, որ գան եւ ձեզ խելոք համեստ ներկայացնեն, բայց պետք է լինի ծրագիր, պետք է լինի գործողություն։ Գործող իշխանությունը պետք է ցույց տա, թե ինչ է ինքը արել միջև հիմա, բացի պետական պարտքը 7 միլիարդից 15 միլիարդ սարքելուն։ Ես հստակ թիվ կարող եմ ասել, որ եթե մենք ենթակառուցվածքներ, մանկապարտեզներ, դպրոցներ են կառուցում, դա շատ լավ է, բայց երբ որ դա մենք կառուցում ենք պետական պարտքի կրկնապատկման արդյունքում, ընդ որում այն խավը, որ ավելի շատ խնդիրներ դրանից չի օգտվում, դա մեզ համար ընդունելի չէ։ Որտեղ մենք պետք է այդ գումարները դնենք տնտեսության վրա, տնտեսությունը զարգանա, շարքային քաղաքացիները կարողանան գումար վաստակել, туриզմի զարգացնելու միջոցով, նրանց որոշակի արտոնություններ տալու։ Իսկ այսօր մի հատ այնպեսի վիճակ է, որ քաղաքական իշխանությունը ով հիմա քարոզարշավը իրականացնում, իրենց գովքն են անում եւ այդ գովքին պատասխանում են մեծամասամբ իրենց հետ աշխատող պաշտոնյաները եւ այն մարկանց մի խավը, ովքեր պաշտոնյայի սկզբանե շատ են սիրում։ Պարոն Այվազյան, գեղեցիկ խոսքեր եք հնչեցնում, բայց յուրաքանչյուր իշխանություն հենց խոցելի է նրանով, որ արդեն իսկ իշխանությունը եւ նրա եւ արածը եւ չարածը տեսանելի է։ Դուք դեռևս իշխանության չեք եղել, ինչով պիտի մարդը, բնակիչը, հասարակությունը վստահ լինի, որ ձեր խոսքը գործ է։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը դեմս նախագահ Գագիկ Ծառուկյանի երկար տարիների ապացույց է, որ մեր խոսքը գործ է, որտեվ եթե նայենք սպորտի բնագավառը, Բարգավաճ Հայաստանի նախագահի անմիջական հովանավորությամբ եւ օգնությամբ է որ սպորտ աշխարհը միշտ Հայաստանի Հանրապետությունում հաջողություններ է գրանցել եւ նաեւ գյուղատնտեսության բնագավառում, տարբեր բնագավառներում որևէ խոստում, որևէ մի անգամ պարոն Ծառուկյանը չունի տված եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը որը որ կատարված չլինի։ Հետևաբար մենք որ ասում ենք ինչի պիտի հավատանք, փոխարենը իշխանությունը գործող բազմաթիվ անգամներ են համոզվել, թե ինչքան է մեր ժողովրդին խաբել, նույնիսկ իրենց հարցազրույցներն իրար չի բռնում, եթե նայենք ժամանակագրությունը կամ մի քանի օրվա կամ մի քանի ասված, իսկ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հստակ ասում է. ժողովուրդ ջան, տվեք մեզ հնարավորություն, մենք իրականացնենք մեր առաջարկ Հայաստանին ծրագիրը։ Դա մի ծրագիր է, որտեղ մասնագետները շրջել են, լսել են քաղաքացիներին, բարձրացված խնդիրները, մտածել են դրանց լուծումների ուղղությամբ, մշակել են լուծումներ եւ հիմա տալիս են քաղաքացիների լուծումները։ Այսինքն այնտեղ նենց չի որ նստել Բարգավաճ Հայաստանում են որոշել այդ խնդիրները, ոչ, քաղաքացիներից լսել են խնդիրները, գտել են լուծումները եւ հիմա էլ ամենակարևորը այդ ծրագիրը իրականացվելու է համապատասխան
մասնագետների միջոցով, այլ ոչ թե պատահական մարդկանց, ովքեր Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ինչ-որ ժամանակ եղել են։ Իսկ ինչու պետք է հավատան, որտեղ մարդուն հավատում են իր կյանքի փորձից ելնելով։ Բարգավաճ Հայաստանը երբեք ժողովրդին չի խաբել, երբեք չունի խոստում տված, որը չի իրականացրել, եւ հիմա էլ մենք անհնարին ոչինչ չենք ասում, մենք ընդհանրապես ասում ենք, որ տվեք մեզ հնարավորություն եւ կա այն համապատասխան թիմը, ով որ կարող է եւ կիրականացնի այս ծրագրերը, բայց ոչ թե կգա պետական պարտքը ավելացնելու հաշվին գումարներ կծախսի, վերջում կասի պետական պարտքը 7-ից 20 միլիարդ է դարել, պետք է գումարները վճարել, դա նորմալ չէ։ Իսկ Հայաստանի ներքաղաքական ամենամեծ խնդիրը որն եք տեսնում։ Հայաստանի ներքաղաքական ամենամեծ խնդիրը տեսնում եմ, որ խաբելը սովորություն է դարձել եւ ցանկացած նորմալ երկրում դա կլինի տարբեր աշխարհում տարբեր պետություններում, երբ քաղաքական գործիչը մի անգամ սուտ է ասում եւ այդ սուտը բարձրահայտվում է, քաղաքական գործիչը ներողություն խնդրելով չի ազատվում, այլ նաև հրաժարական է տալիս, նաև որոշակի բարոյական գնահատականներ է հնչում, իսկ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական դաշտում մենք ամեն օր տեսնում ենք բազմաթիվ ստեր, որը որ նույն քաղաքական գործիչները այսօր ասում են մի բան, վաղը հենց լրիվ հակառակ բան է, մյուս օրը նորից եւ փորձում են մեր ժողովրդին մոլորության մեջ գցել, դրանով քվեներ ստանալ, որովհետեւ իշխանության լինելով դա ես հասկանում եմ, որ իրենց հաճելի է սուտ ասելը կամ ինչ-որ բան պահելը, բայց ես կարծում եմ, որ ժողովուրդը իր գնահատականը տեղին տալիս է եւ ներքաղաքական ամենամեծ խնդիրներից մեկը մեր ժողովրդի խաբելն եմ տեսնում, որ միշտ չեն անկեղծ եւ ճիշտը չեն ասում եւ ամենակարևորներից մեկն է նաեւ այս թշնամության մթնոլորտի սերմանումը։ Ես ճիշտ ասած չեմ կարողանում հասկանալ մի իրավիճակ, եւ քաղաքացիական պայմանագիր իշխանության հանրահավաքին ընդդիմադիր քաղաքացի է ներկա լինում եւ ընդդիմադիր քաղաքացին ընդդիմադիր քաղաքական տեսակետ ունի, ինչը նորմալ է, բնական է եւ մարդիկ իրավունք ունեն արտահայտվել։ Փոխարենը գոնե ղեկավարությունը տեսնելով այդ հակառակ տեսակետը գոնե ասի այո դա նորմալ է դուք կարող եք իսել հրահրում են մի իրավիճակ ինչը կարող է բերել անդառնալի հետևանքներ եւ մենք տեսնում ենք որ դրան սատ կասրեք դրանից սարեք դու ինչ գործ ունես սաղ չմնաս դա ինձ համար աննորմալ է որպես քաղաքացի որպես քաղաքականությամբ զբաղվող մարդ ես կարծում եմ դրա իրավունքը ոչ ոք չունի յուրաքանչյուր ոք ինքը իրավունք ունի տեսակետ ունենա իսկ նման իրավիճակներում դրան հրահրելը եւ վերջում էլ այդ մարդկանց ձերբակալելը գալիս է բաց մի բանի որ մենք գործ ունենք այնպիսի ռեպրեսիվ իրավիճակների հետ որտեղ փորձում են զորով ինչ-որ բան մարդկանց պարտադրել եւ Բարգավաճ Հայաստանը նաեւ այդ առումով շատ խնդիրների է առնչվում, որտեղ մենք յուրաքանչյուր օր նաեւ մեր թիմում ունենք ձերբակալություններ, ռեպրեսիաներ, նաեւ հիմա էլ այս պահին էլ շատ հնարավոր է մոտորերս նաեւ մեր ղեկավար կազմից մարդիկ, Լոռու մարզի ղեկավար կազմից մարդիկ լինեն, ովքեր ենթարկվեն ձերբակալման կամ կալանավորման։ Ընդհանրապես ուզում եմ ասել, որ քաղաքական դաշտում նման ոճով աշխատելը օգուտ չի բերելու։ Բարգավաճ Հայաստանը երբեք չի եղել նման բաների մեջ եւ չի լինելու, իսկ այդ ռեպրեսիաները, այդ վախը կարծում եմ իրենց համապատասխան մարդկանց մոտ չեն կիրառում, մենք հետ չենք կանգնելու եւ գնալու ենք առաջ մինչեւ մեր հաղթանակը։ Հատկապես 2020 թվականից հետո մինչ օրս պատերազմից հետո եւ պատերազմյան այս շրջանում բավականին նվազել է քաղաքացիների վստահությունը առհասարակ քաղաքական ուժերի նկատմամբ։ Ինչպես եք վերականգնելու այդ վստահությունը։ Առհասարակ նաեւ անտարբերությունն է սկսել գերիշխելը։ Շատ ճիշտ եք նկատել, երբ մենք քարոզարշավին մարդկանց հետ շփվում ենք, մեծամասնությունը ի տարբերություն իշխանության, որ ասում են մեծամասնությունը իրենց համար գժվում է, ասեմ մեծամասնությունը ոչ մեկիս համար էլ չի գժվում, այլ ժողովուրդը հիասթափված է եւ չի հավատում ոչ մեկի, որտեղ երկար տարիներ իրենց խաբել են, մինչեւ 18 թվական այլ մարդիկ են խաբել, 18 թվականից հետո այլ մարդիկ են խաբել եւ իրենց անտարբերության պատն է։ Մենք կարծում ենք, որ դրան վերականգնելու միակ ձևը փաստացի աշխատանքն է, որ քաղաքացիները տեսնեն։ Օրինակ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարը եւ Հիսուս Քրիստոսի արձանը հատից լեռան գագաթին կառուցում էր, նախընտրական որևէ շրջան չէր, նախընտրական որևէ ցանկություններ չկար եւ ինքը դա անում է իր երկրում туриզմի զարգացման համար։ Եվ դրա համար հստակ թվեր կան, թե քանի միլիոն մարդ է նախատեսվում, որ տարեկան գան Հայաստան, ինչքան գումար բերեն դրանով զարգանա տնտեսությունը եւ ենթակառուցվածքները եւ մարդիկ այդ ամբողջ տարածքների գումար աշխատեն։ Մենք կարծում ենք, որ դրա միակ ձևը վերականգնել փաստացի աշխատանք կատարելն է եւ գործող մարդկանց ցույց տալն է եւ մենք արդեն իսկ սկսել ենք այդ մեծ պրոյեկտը, որ իրականացվում է դա ժողովրդի համար է նաեւ
իրականացվում, որ իրանք տեսնեն, թե ով է աշխատում եւ հետագայում էլ մեզ վստահություն տալու դեպքում մենք այդ ինչ խոստացել ենք, որ ամեն ինչ շատ արագ տեմպերով անելու ենք։ Ինչու են հավատալու, նորից եմ կրկնում, որովհետեւ քաղաքական դաշտում այսօրվա մեր օպոնենտների գրեթե բոլորը կամ մեծամասնությունը, ովքեր գրեթե գոնե մի անգամ իրենց խաբել են եւ չեն արել։ Իսկ մենք նման բան նույնիսկ անցյալում չի եղել, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը որևէ բան ասի եւ չանի։ Հետեւաբար մենք չհավատալու առիթ չենք տվել եւ գործով ապացուցելու ենք, որ մենք խոսքի կուսակցություն չենք, այլ գործի։ Առհասարակ թե իշխանություն, թե ընդդիմություն կարևոր դերակատարում ունեն երկրի կառավարման process-ներում, առհասարակ քաղաքական process-ներում, ընդդիմության դերը ինչպիսին եք տեսնում տեղական ինքնակառավարման մարմինների համակարգում, այսպես ասած։ Ընդհանրապես ընդդիմության դերը երկրի մակարդակով շատ կարևոր է, սակայն մեր իշխանությունները ընդդիմության դերը չեն գիտակցում, հետեւաբար իրենք ընդդիմությանը թշնամանում են եւ այդ ընդդիմության մի դաշտ են տանում, որտեղ իրենք նենց են հասկանում, որ ընդդիմադիր գործիչը միայն կալանավորման համար է, բայց իրականում ընդդիմությունը նաև հավասարակշռող դեր ունի եւ պետք է ընդդիմությունը կարողանա իշխանությանը թույլ չտալ, որ իշխանությունը ինչ ուզենա անի եւ հայտնվենք այսպիսի վիճակում, ինչ այսօր մենք ունենք։ Տեղական մակարդակում կարծում եմ, ինչպես նաև հանրապետության տեղականում շատ ավելի կարեւոր է, երբ համայնքը զարգանալու համար ծրագրեր իրականացնելուց տեղական ինքնակառավարման մարմիններում պետք է այդ միայն թույլ չտան, որ իրենց որոշումները միայնակ իրենք իրականացնեն։ Սակայն մեր կառավարությունը այդ դիրքորոշումը չի պահում, որովհետև նույն տեղական ինքնակառավարման մակարդակում մենք տեսնում ենք, որ իրենք փորձում են ինչ ուզում են անեն, առանձնարկանց հաշվի առնելու, ավականու նիստերի ժամանակ նիստը կայանում է, դել են վերագրում իրենց, չգիտես ինչի, բայց ավականու 17 անգամ գալիս են նիստի, բայց այլ մարդիկ գլուխ են գովում, որ մենք նիստը կայացրեցինք։ Ես դա նույն բանն է, ոնց որ ես ասեմ, այլ կուսակցության համագումարը ես կայացրեցի։ Ով նիստ կայացրեց։ Եթե քաղաքական իշխանությունը նիստ է կայացրել, ուրեմն ինքը ճնշումների ենթարկել ավականու անդամներին, ինչը պաշտոնական դիրքի հստակ չարաշահում է օրենքով։ Եթե չի իրականացրել ճնշումներ, ուրեմն ինքը նիստ չի կայացրել։ Ես ինչի եմ այս հարցին անդրադառնում, տեղական մակարդակում ընդդիմադիր լինել դարձել է նույնպես վտանգավոր։ Խոսում ես մի բանի մասին, հետևանքները լինում են շատ վատ։ Հաջորդ օրը դու դառնում ես կոռուպցիոներ ենթադրյալ եւ ձերբակալվում ես, ինչի իմ հետ կատարվել է 4 անգամ։ 4 անգամ ձերբակալվել եմ, չգիտես ինչի 4 անգամ է նիստերից առաջ, քանի որ ավականու նիստի կայացման խնդիր կա։ Այսինքն տեղական մակարդակում եւ իշխանությունը ընդդիմադիր լինելը դարձել է շատ վտանգավոր, ինչը մենք փորձում ենք անել, բայց կարծում եմ այդ ամենի ժամանակավոր է մեր ժողովուրդը այնքան գիտակից է, որ իրենք հասկանում են, թե ով է իշահ ժողովրդի խոսում եւ ով է իր իշխանությունը պահելու համար որոշակի քայլեր իրականացնում։ Ինչպես եք գնահատում նախընտրական քարոզարշավի ընթացքը։ Պայմանները հավասար են։ Նախընտրական քարոզարշավի ընթացքը մեր համար լավ եմ գնահատում, բայց պայմանները իհարկե անհավասար են։ Եթե իշխանությունը նախընտրական քարոզարշավ է անում իրենց սիրեցյալների հետ ջերմ գրկախառնվելու կադրերը նկարահանելով, ընդդիմադիրները նախընտրական քարոզարշավ են անում իրավապահ համակարգի մարմինների իրենց հետևից անընդհատ շրջելով, չգիտես ինչու, եւ անընդհատ անհարմարություններ ստեղծելով, զուգահեռ թիմի կեսը ձերբակալվելով, թիմի վրա լուրջ ճնշումներ իրագործելով, անձնական պրովոկացիաներով, ինչը նաեւ ինձ հետ է շատ դեպքերում կատարվել, որ փորձել են անձնական որոշակի պրովոկացիաներ անեն, որին մենք իհարկե չեմ տրվել, որտեղ դրա պատասխանները տալու ենք հունիսի 7-ի գիշերը քվեաթերթիկները հաշվելուց հետո, եւ նախընտրական քարոզարշավը անհավասար է, որտեղ բոլոր հնարավոր միջոցներով այդ պայքարը անհավասար է։ Եթե նայենք գովազները, իրենք ինչ ուզում են անում են, ընդդիմությանը չի կա։ Եթե նայենք հանդիպումները, իրենք ինչ ուզում են անում են, մեզ չի կա։ Եթե նայենք բանավեճը, ընդդիմության հետ չգալ բանավեճի, դա նշանակում է վախենալ ընդդիմությունից։ Ես ընդդիմության քաղաքական կուսակցության քարոզարշավի պատասխանատու եմ եւ բացահայտ ասում եմ, որ դու քաղաքացիներին ինչ ասում եք, այդպես չէ։ Բայց իմ հետ չեն գալի բանավեճի, որ գոնե ինձ ասեն դու սխալ ես, բավարար է այդքան սխալ բաներ ժողովրդին ասես, արի, բայց ես զուգահեռ նաև ասում եմ, եթե ես սխալ եմ ասում, ճշտեք այլ աղբյուրներից, նաև պաշտոնյաներից։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է իշխանությունը փորձում է ռեպրեսիաների արդյունքում որոշակի շատ լուրջ ճնշումների արդյունքում թույլատնել ընդդիմությանը, մի կերպ դալ իշխանության, նորից շարունակել այդ թշնամական միջավայրում քաղաքականության իրականացնել։ Ինչը իմ կարծիքով չի ստացվելու, բայց ընդհանրապես ուզում եմ ասել, որ չկա օր,
որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունից ձերբակալություններ չլինեն եւ դրանց 99%-ը վերադառնում են տուն, բայց դա ֆոն է ստեղծվում, թե իբր Բարգավաճ Հայաստանը չգիտեմ ինչով է զբաղված, ինչը իրականության հետ աղերս չունի, եւ ավելին հակառակը կասեմ, որ մենք տեսնում ենք, որ քաղաքական իշխանությունը շատ լուրջ պաշտոնական դիրքի չարաշահումներով է այդ ամենը իրականացնում եւ համոզված եմ հունիսի 7-ից հետո այդ ամենի համար պատասխան են տալու բոլորը։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքացիներից ստացած որ ուղերձներն են, որ հիմնականում մտահոգել են։ Ինձ համար, երբ որ ես հանդիպում էի քաղաքացիների հետ, շատ ուղերձներ են եղել, բայց ամենամտահոգիչը նա է, որ հավատն են մարդիկ կորցրել իշխանության հանդեպ եւ ամենավատ բանը, որ ես նկատեցի, դա նա է, որ անգրագիտությունը շատ դեպքերում մարդկանց սկսում է դուր գալ։ Եթե պաշտոնյան գնում է եւ իրենց հաճելի բան է ասում, բայց այդ մարդը այդ պաշտոնյան այդ գործողության կամ այդ ամեն ինչի հետ որևէ կապ չունի, մարդիկ սկսում են նույնիսկ այնքան է պլանկենի չէ, այսպես ասած, որ եթե բարձր պաշտոնյան իրենց հետ շփվում է առօրյայի պես, դա արդեն համարում են առավելություն եւ մարդուն գովում են, որ ինքը շատ համեստ պաշտոնյա է։ Ինձ համար դա անընդունելի քաղաքացիները պետք է կարողանան պաշտոնյաներից պատշաճ պահանջել, որովհետեւ ցանկացած պաշտոնյա պետք է ծառայի քաղաքացիներին եւ քաղաքացիների հետ չերեմ կամ անմիջական շփումները դա լավություն չի, դա ցանկացած պաշտոնյայի պարտականությունն է։ Ինձ համար անընդունելի է դա, որ մեր հասարակությունը մարդկանց գնահատական է տալի ոչ թե իր պաշտոնյական դիրքի շրջանակներում կատարված լիազորությունների եւ պարտականությունների համար, այլ ընդհանրապես անմիջական շփման համար։ Եվ ընդհանրապես անընդունելի է, որ քաղաքական կուսակցություն ներկայացնող մարդիկ քարոզարշավ են անում, բայց իրենց քարոզարշավի բովանդակությունը 24 օր չէ լսում։ Ընդհանրապես լսում ես, որ մեզ շատ են սիրում, այսինչ տատին մեզ լավ կոֆե տվեց, այնինչ պապիկը, որ սաղրներ թոշակը կբարձրանա, որ մահացելա չի բարձրանա, դա ինձ համար ծիծաղելի է, որովհետև նայող քաղաքացին, ընտրող քաղաքացի պետք է ընտրություն կատարի քաղաքական ուժերի միջև։ Եվ կարծում եմ հունիսի 7-ին մենք ականատես կլինենք անակնկալի եւ բոլորը կհասկանան, որ մեր բոլորի ընդդիմության ասած այդ գնահատականները եւ կանխատեսումները տեղին էին։ Պարոն Այվազյան, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը նախկինում եղել է իշխանության մաս։ Ինչ դասեր է քաղել այդ ժամանակաշրջանից։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը նախկինում ընդամենը շատ կարճ ժամանակահատված է եղել իշխանության մաս, որի ժամանակ չի կարողացել մասնակցել երկրի զարգացման, որտեղ դա շատ կարճ է տևել, եւ մենք մեր դասերը հիմնական քաղել ենք այն առումով, որ մենք ցանկացած իշխանություն մաս լինելու դեպքում պետք է ամբողջովին պատասխանատվություն կրենք եւ հնարավորությունների համար եւ պատասխանատվության համար։ Ինքը կարճատև կոալիցիաները ոչինչ չեն տալիս եւ այն ժամանակ էլ ընդհանրապես մի քանի ամիս տևելով մենք չենք կարողացել իրականացնել մեր ծրագրերը։ Հետեւաբար հիմա ուզում եմ հստակ հայտարարել, որ մենք որևէ մեկի հետ կոալիցիա կազմելու ցանկություն այս պահին չունենք, բացառում ենք այն թեզերը, թե մենք միանալու ենք Հայաստան դաշինքին կամ ասենք այլ մարդկանց ենք միանալու, մեր ձայները տալու ենք, Բարգավաճ Հայաստանը գնում է հստակ մեծամասնության հաղթանակի 50+ հավաքելու եւ այն մարդիկ, ովքեր մտածում են միանալու մասին, սիրով կարող են վերջում միանալ մեզ։ Բարգավաճ Հայաստանը միանալու ցանկություն չունի, ընտրություններն է գնացել է հենց Բարգավաճ Հայաստան կուսակցությունով եւ մենք գնում ենք բացարձակ հաղթանակի։ Այդ դեպքում ինչպես եք պատկերացնում համագործակցությունը այլ ուժերի հետ ընտրություններից հետո։ Առհասարակ չեք համագործակցելու որևէ մեկի հետ։ Ես չասեցի չենք համագործակցելու, ես ասեցի մեր հաղթանակի դեպքում, եթե իրենք ուզենան մեր հետ համագործակցել եւ մեր ծրագրային դրույթները կիսեն, մենք կմտածենք, դա արդեն քաղաքական խորհրդում կքննարկվի եւ իրենց ցանկության դեպքում եւ մեր հավանությունը կտանք, եթե մեր ծրագրի իրականացման իրենք կարողանան նպաստել։ Մենք գնում ենք բարձրաձակ հաղթանակի եւ չենք էլ մտածում այլ մարդկանց միանալու մասին, իսկ այն մարդիկ, ովքեր որ պատրաստ կլինեն միանալ, դա կքննարկվի արդեն ընտրություններից հետո։ Ինչը հաջողարցունք կհամարեք այս ընտրություններում։ Այս ընտրություններում քաղաքացիական պայմանագրի պարտությունը ինձ համար հաջողարցունք կլինի առաջի հերթին, դա ես նաև անձնական տեսակետն եմ ասում, իսկ ԲՀԿ-ի համար ընդդիմության հաղթանակը, որի առաջնորդը կլինի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Եթե 1 րոպե ունենաք դիմելու ընտրողներին, չկողմնորոշված ընտրողներին,
Ինչ ուղերձով կդիմեք։ Ես ինչպես միշտ մեր չկողմնորոշված կողմնորոշողներին էլ, կողմնորոշված ընտրողներին էլ, ովքեր իշխանություն են ընտրելու, ուղերձս կայանում է նրանով, որ սիրելի քաղաքացիներ, անպայման պետք է մասնակցեք ընտրություններին, դուք չմասնակցելով դուք պատասխանատվությունը ձեր վրից գցում եք եւ դա մնում է ձեր վրա, դուք պարտավոր եք մասնակցել եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը քվեաթերթիկ համար 7-ն է, Բարգավաճ Հայաստան կուսակցության քվե տալով դուք կարողանալու եք ականատես լինեք այն ծրագրերի, որոնք իրականացնելու ենք եւ ամենակարևորը հայ մնալու հարցը վերջնականապես լուծելու ենք, որտեղ ժամանակն է, որ մենք մեզ սիրենք, այլ ոչ թե սիրենք այլ մարդկանց, ինչպես իրենք են ասում, որ մեզ են սիրում, բայց իրականում մեզ չեն սիրում, եւ մենք պետք է ընտրություն կատարենք մեզ սիրելու եւ իրենց սիրելու միջեւ։ Կարծում եմ հունիսի 7-ին ընտրելով համար 7-ին դուք դա կապացուցեք։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ձեզնից եմ շնորհակալ։ Իսկ ես հիշեցնեմ, որ եթերում արդար քվեներ կհանդիպենք ցտեսություն եւ ամենայն բարիք։